Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 26։ Եվ երբ որ Հերովդես թագավորը լսեց, շփոթվեցավ, և բոլոր Երուսաղեմը նրա հետ, և նա բոլոր քահանայապետներին և ժողովրդի դպիրներին ժողովելով նրանցից հարցրեց, թե որտեղ պիտի ծնվի Քրիստոսը։ Մատթեոս 2:3-4 խոսքեր։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի վերադրված խոնարհեցման նշաններից մեկն այն էր, որ նա թեև բոլոր ազգերի փափագն էր, սակայն նրա աշխարհ գալը քիչ նկատվեց և գրեթե անուշադրության մատնվեց։ Նրա ծնունդը եղավ խոնարհ, աննշան և անտեսված։ Սրանով նա խոնարհեցրեց իրեն և ինքն իրեն փառք չվերագրեց։ Քանզի Աստծո որդին պետք է աշխարհ գար, մարդը արդարապես կարող էր ակնկալել, որ նա պիտի ընդունվեր ամենայն հանդիսավորությամբ, որ պսակներն ու գավազանները իսկույն պիտի դրվեին նրա ոտքերի առաջ, և աշխարհի բարձր ու զորավոր իշխանները պիտի դառնային նրա խոնարհ ծառաները։ Շնորհի միջոցներից ամենահեռու բնակվողները հաճախ առավել ջանասիրություն են գործադրում և առավելապես սովորում ճանաչել Քրիստոսին ու նրա փրկությունը, բայց ոչ հետաքրքրասեր արվեստը և ոչ էլ սոսկ մարդկային գիտությունը չեն կարող մարդկանց առաջնորդել դեպի նա։ Մենք պետք է Քրիստոսին ճանաչել սովորենք ուշադրությամբ ունկնդրելով Աստծո խոսքին, որպես մի լույսի, որ փայլում է խավար վայրում, և որոնելով Սուրբ Հոգու ուսուցումը, և նրանք, որոնց սրտերում ծագել է արշալույսի աստղը, որպեսզի նրանց շնորհվի Քրիստոսի գիտության թեկուզ մի մասը, իրենց գլխավոր գործն են համարում նրան երկրպագելը։ Չնայած Հերովդեսը շատ ծեր էր և երբեք չէր ցուցաբերել ջերմություն իր ընտանիքի նկատմամբ, և ինքը հավանաբար չէր ապրի մինչև նորածին մանուկը մեծանար և դառնար տղամարդ, նրան սկսեց անհանգստացնել մրցակցի վախը։ Նա չէր հասկանում Մեսիայի թագավորության հոգևոր բնույթը։ Սիրելիներ, եկեք զգույշ լինենք մեռած հավատքից։ Մարդը կարող է համոզված լինել բազմաթիվ ճշմարտությունների մեջ, բայց միևնույն ժամանակ կարող է ատել դրանք, քանի որ դրանք խանգարում են նրա փառասիրությանը կամ մեղավոր հաճույքներին։